Հարգելի հետևորդներ, ընտրություններից հետո Հայաստանի հասարակական, քաղաքական շրջանակները ակտիվորեն քննարկում են բնականաբար ընտրությունների արդյունքները եւ հնարավոր սցենարները ու այդտեղ գլխավոր հարցերից մեկը, որ շոշափվում է Facebook-յան ակտիվի շրջանում, դա այն հարցն է, թե արդյոք ուժեղ Հայաստանը որպես ընդդիմության լոկոմոտիվ պիտի վերցնի կամ չվերցնի մանդատները, սիրելի ինձ հետևող հայրենակիցներ, մի քանի արձանագրում եմ ուզում անել։ Ուժեղ Հայաստանը պատասխանատու քաղաքական ուժ է, ցանկացած որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք մեր ընտրողների վստահությունը եւ մեր երկրի առաջնային շահը։ Մյուս արձանագրումը, այս ընտրությունները ընթացել են տոտալ խախտումներով։ Խախտումները արձանագրվել են ոչ միայն բուն քվեարկության օրը, այլև ամբողջ նախընտրական շրջանում։ Վարչական ապարատը եւ քրեական գործիքակազմը տոտալ կիրառվել է եւ մեր քաղաքական ուժի նկատմամբ զանգվածային հետապնդումների ալիք է եղել։ Բուն քվեարկության օրը արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգեր են հնչել մամուլում։ Դուք տեսել եք, թե ինչպես քվեարկության ավարտից հետո մի քանի տեղամասերում իրականացվել են զինծառայողների քվեարկություններ, որոնց միտումնավոր տեղամաս են բերել քվեարկության ավարտից հետո։ Ես այստեղ տեղադրել եմ այդ տեսանյութը, որտեղ ամեն բան ակնհայտ է, նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա։ Արդեն իսկ հաշվարկների ստուգման, վերստուգման, որոնք մենք իրականացրել ենք սեփական ռեսուրսներով արդյունքում, բազմաթիվ տեղամասերում ուժեղ Հայաստանի ձայները պարզապես տրվել են այլ մերձիշխանական սատելիտ ուժերին։ Դուք գիտեք, որ մենք նաև վերահաշվարկի դիմումներ ենք ներկայացրել տասնյակ ընտրատեղամասերում, ուստի որևէ որոշում կայացնելուց առաջ մենք պիտի իրավիճակը վերլուծենք, իրավիճակին տանք սթափ գնահատական, ապա կայացնենք այն որոշումը, որը, կրկնում եմ, բխելու է մեր հայրենիքի լավագույն շահից։ Սա ուզում եմ արձանագրել եւ այս տեսանյութով ինձ հետևող մեր հայրենակիցներին հավաստիացնել, սիրելի հայրենակիցներ, մենք շնորհակալ ենք մեզ վստահված շուրջ 350,000 ձայներին, քվեներին, մենք մեր հայրենակիցների կողքին ենք լինելու եւ չենք վատնելու այն վստահությունը, որը տրվել է մեզ։